Ուրեմն հարգելի իմ դիտորդ, ես այսօր նորից ուզում եմ խոսել Փամբագետում ընկած երկու աղջիկների մասին, քանի որ ես հենց նույն օրը տվեցի պրոգնոզ, որ այո, երկու երեխան էլ ջրում են, որից մեկը եղել է էմոցիոնալ ծանր վիճակի մեջ, եւ այդ մեծ քրոջ մասին էր խոսքը, եւ այնուհետեւ ասացի, որ կգտնեն, բայց շատ դժվարությամբ, մեծ դժվարությամբ կգտնեն 17-ից 18 ընկած ժամանակաշրջանը ցույց է տալիս մեծ հավանականություն։ Բայց քանի որ ես այնտեղ նշել էի, որ երեխան եղել է շատ էմոցիոնալ, նույնիսկ վեճ ա եղել, ուրեմն երբ որ ես նայեցի աստղագիտական քարտեզով, ես հասկացա, թե այդ վեճը ու այդ էմոցիաները որտեղից են գալիս։ Իրականում, եթե մենք նայում ենք աստղագիտությամբ, ես չեմ ասի, որ աստղագիտությամբ եմ նայել, հիշեցնեմ այստեղ ոչ մի կրիմինալ, ոչ մի բռնություն, ոչ մի վատ վերաբերմունք չի եղել այս երեխաների հանդեպ, ովքեր որ կկանխատեսեն նման բան, ուրեմն իրանք ոչ մի բան չեն հասկանում, որովհետև իրականում իրանց խաղաղ նույնիսկ այսպես սայթակել են գնելը, հստակ ցույց է տալիս, որ սայթակել եւ ընկել են։ Ես ասում էի կանխատեսման ժամանակ, որ չգիտես ինչի իմ կարտերը ցույց են տալիս, որ առաջինը ընկել է մեծ քույրը։ Հիմա կբացատրեմ ինչի էին կարտերը այդպես ցույց տալի, եւ քանի որ ես մի ճյուղով բավարարվող մարդ չեմ, տարբեր այսպես իմ գիտելիքի տարբեր այսպես ոլորտները դնում եմ կոնկրետ հարցի պատասխանը ստանալու համար, որովհետեւ ինձ արդյունքն է պետք, ոչ թե մենակ այսպես ասեմ, ամպագորգոր բառերով ասեմ, այլ իրականության պատկերը իրական ստանալն է իմ խնդիրը։ Եթե մենք նայում ենք այն աստղագիտությամբ, որը որ ես եմ օգտագործում, եւ սա մունդան աստղագիտությունը չի, նատալ կարտի ուսումնասիրությունը չի, սա լրիվ ուրիշ աստղագիտություն է։ Եթե ասեմ, որ 4-րդ, 5-րդ տները այդ քարտեզում երեխաների թեման է եւ նրանց գտնվելու վայրը կառավարում է 5-րդ տունը, պատասխանատու է երեխաների համար, եւ 4-րդ տունը, որը խորհրդանշում է հարցի վերջաբան կամ հողը կամ տունը։ Այստեղ հստակ երևում են ջրային նշաններ, եթե հարցի պահին քարտեզի ուրեմն կարևոր կետերը կամ լուսինը գտնվում են ջրային նշաններում, ձկներ, կարիճ, խեցգետին, դա ուղղակիորեն մատնանշում է ջրի, գետի կամ հեղուկ ունեցող միջավայրի վայրը, այսինքն կորած իրի կամ կորած մարդու միջավայրը, թե որտեղ է ինքը։ Եթե մենք նայում ենք մոլորակների ազդեցությունը, ուրեմն այս աստղագիտության մեջ լուսինը ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը եւ շարժումը, լուսինը արագ ընթացքը, ուրեմն վարարած եւ կատաղի գետի հոսանքի մասին է խոսում։ Եթե մենք նայում ենք Նեպտունին, այս մոլորակը տիեզերական աստղագուշակության մեջ կառավարում է բոլոր մեծ ջրերը, գետերը, խորթավոր անհետացումները եւ մշուշոտ իրավիճակը։ Եթե մենք նայում ենք այդ օրը Սատուրնի դիրքը, խորհրդանշում է հին կառույցները, արգելքները եւ մետաղական ծանր առարկաները եւ այն խողովակը, որի մասին մենք հիմա խոսելու ենք։ Եթե նայում ենք այս ամբողջ տիեզերական մոլորակների հետ կապված ջրային ուրեմն տարերքը շատ բացական ասպեկտ է կազմել այդ օրը եւ անկանխատեսելի իրավիճակներ ա բերել այդ երեխաների հետ կապված։ Եթե մենք նայում ենք նույն այդ քարտեզին, թե այսօր կգտնեն արդյոք 13 տարեկան աղջկան, այսօր մի տեսակ հնարավորություն ու ցուցանիշը կարծես թե մի փոքր թուլանում է։ Ժամանակի ձգձգում կարող է լինել, որովհետև այսօր կոնկրետ Սատուրնի ազդեցությունը լինելու է որոնման աշխատանքների հետ կապված, բայց չի բացառվում, ուղղակի կարա լինի ավելի ուշ եւ ավելի բարդ հանգամանքներում։ Գտնվելու վայրի, եթե մենք նայենք տները, ապա 8-րդ տունը, աղջկա մոլորակը գտնվում է քարտեզի թաքնված կամ անկումային տներում, օրինակ 8-րդ կամ 12-րդ տանը, ինչը այս համակարգում նշանակում է օբյեկտը անտեսանելի է կամ խորը թաքնված, քանի որ գործ ունենք ջրային տարերքի հետ, սա մատնանշում է, որ մարմինը ծածկված է ջրային ծանր շերտերով,
տղմով կամ գտնվում է հոսանքի բերած արգելքների, ճյուղերի, քարերի մոտ։ Ես ինչպես որ ասեցի, պետք է նայել ոլորապտույտ, այնտեղ որտեղ որ ջուրը պտույտ է տալիս ու հանում շպրտում է, ասենք ավելնորդը դեպի ափ, այդտեղ ցույց է տալիս ուրեմն երեխային, բայց քանի որ մենք ունենք հրաշալի փնտրողներ, այդ գործը թողնենք մենք իրանց, մենք փորձում ենք այսպես մոտավորապես պատկերացում կազմենք իրավիճակից, իրադարձություններից եւ հանգամանքներից ընդհանրապես։ Եվ Լուսինը այսօր ունի անարդյունավետ ընթացք, եթե հարցի պահին Լուսինը չի կազմում ոչ մի մոտեցող դրական ասպեկտ, դա նշանակում է, որ այսօր ոչինչ չի փոխվելու, որոնողական աշխատանքները կշարունակվեն մեծ թափով, քանի որ Լուսինը ջրային տարերքի մեջ է, բայց հենց այսօր վերջնական կետին հասնելու տիեզերական ազդակները թույլ են, այսինքն այսօր երեխային գտնելու հավանականությունը շատ ցածր է, կրկնեմ, շատ բարդ կլինի այսօր, եթե գտնեն, դա պիտի ուղղակի հրաշք տեղի ունենա։ Աղջիկների գետն ընկնելու, ուրեմն, եթե մենք պատճառները նայում ենք, այստեղ հստակ երևում է Մարսի Ուրանի կապվածությունը եւ բացասական ազդեցությունը, ինչը խորհրդանշում է կտրուկ վայրկյանական հավասարակշռության կորուստ եւ վտանգավոր ուրեմն կառույցի ֆակտոր, որը հանդիսանում է հենց այդ չարաբաստիկ խողովակը, ժողովուրդ ջան, կտրուկ սայթակում, անկում, Մարսը եւ Ուրանն է դա ցույց տալի, դա ես չեմ ասում։ Եվ Ուրանի անկանխատեսելիությունը քարտեզում 5-րդ տան երեխաների կառավարիչը սուր լարված ասպեկտ ունի Ուրան մոլորակի հետ։ Ուրանը պատասխանատու է հանկարծակիության, հավասարակշռության վայրկյանական կորուստի եւ ցնցումների համար։ Եվ սա նշանակում է, որ ընկնելը եղել է վայրկյանական սայթակման, ոչ թե կանխամտածման միջոցով։ Եվ այստեղ Մարսի լարվածությունը խորհրդանշում է ռիսկային գործողություններ, արագ վազք կամ քայլք վտանգավոր տեղով, խողովակ եւ այն ցույց է տալիս, որ երեխաները չեն գիտակցել վտանգի աստիճանը։ Ուրեմն քանի որ ես ասեցի, այստեղ չգիտեմ ինչ որ տղայի հետ է կապված, նաեւ դա կարա լինի երեխաների եղբայրը, որը եղել է արդեն այդտեղ, կամ երեխաները, որոնք պետքա սնունդ տանեին, եղբոր հետ կապված է եղել, մի խոսքով այստեղ տղա երեխան չի հանդիսանում այդ օրվա հիմնակարը, պատճառը, որ երեխաները ընկել են ջուրը։ Տղա երեխան ըստ մոլորակների մնում է նեյտրալ, բայց իրանց կարտում հանդես էր գալիս, որ այդ էմոցիաները, շտապողականությունը, վախերը, որ կարող է ուշանան եւ այլը, մղել է երեխաներին, իրականում 13 տարեկանի էներգիայի մեջ դա ակնհայտ երևում էր, մղել է երեխաներին, որպեսզի ընտրեն վտանգավոր, բայց կարճ ճանապարհը անցնելու համար, եւ սա հստակ ցույց է տալիս այն աստղագիտությունը, որը հիմա ես ուսումնասիրում եմ եւ նայում եմ այդ ֆակտորները։ Այստեղ արգելքների ուրեմն ֆակտորը Սատուրնը, սա ցույց է տալիս մետաղական հին կոնստրուկցիա։ Այս քարտեզում Սատուրնը գտնվում է ջրային նշանի սահմանագծին։ Սատուրնը աստղագիտության մեջ կառավարում է հին ժանգոտ մետաղները, խողովակները եւ ինքնաշեն կամուրջները։ Սա ուղղակիորեն հաստատում է, որ պատահարի հիմքում եղել է հենց այն վտանգավոր մաշված ուրեմն կոնստրուկցիան, որտեղ երեխան սայթակել եւ ընկել է։ Մեկը մյուսի փրկելու, տեսեք, մոլորակների դասավորվածությունը, որ մեկը ուզեցել է մյուսին փրկի, դա հստակ այս ծրագրում ցույց է տալիս Լուսնի եւ Յուպիտերի ազդեցությունը զոհաբերության ասպեկտ։ Քարտեզում երկու քույրերն էլ ցուցիչները, մոլորակները գտնվում են միմյանց շատ մոտ եւ կապված են Լուսնի միջոցով։ Լուսինը հոգատարության, պաշտպանության, մայրական, քրոջական բնազդի սիմվոլն է, սա տիեզերական մակարդակով ապացուցում է շրջանառվող վարկածը, որ քույրերից մեկը փորձել է բռնել կամ փրկել մյուսին, ինչի պատճառով ջրային տարերքը ուրեմն Նեպտունի ազդեցության տակ երկուսին էլ քաշել է իր մեջ։ Ես ինչ եմ ուզում ասեմ, որ այն վարկածները, որ տղա երեխայի վատ կողմնակի ազդեցությունը եղել է քույրերի վրա, խնդրի ես երեխայի անունները ուղղակի չախտոտել, եւ հիմա ես բացատրեմ, թե ինչու եմ ես առաջինը տեսնում քույրին, սայթակողը եղել է փոքր քույրը, բայց
մեծ քույրը, որպեսի փոքր քույրը չընկնի ջուրը, փորձել է օգնել բերել բալանսի, բայց առաջինը ինքն է ընկել ջուրը։ Քաշելով նաև երկրորդ քրոջը, օգնելու փոխարեն իրենք երկուսն էլ հայտնվել են ջրում, բայց առաջինը հայտնվել է մեծ քույրը, որը սայթակելու պահին փորձել է քրոջը օգնություն ցույց տա կամ ինքն է իր կամովի իջել ջուրը, որ բարձրացնի քրոջը խողովակի վերևը, կամ չգիտեմ ձեռքից բռնած որ պիտի ուղի, ինքն էլ է սայթակել ու երկուսով ընկել են ջուրը։ Ահա թե որտեղ է գալի հույզերը, վախերը, տագնապները։ Այն երեխայի, որ ես ասել եմ, որտեղ քանի որ առաջի սայթակողը եղել է փոքր քույրը, ինքը արդեն լարված այսպես հուզախառն փորձել է օգնություն ցուցաբերի իր քրոջը արթնանալով բնազդային վախը եւ ֆիզիկական անհավասարակշռությունը։ Ահա թե ոնց է եղել այս դեպքը։ Իսկ մնացած վերսիաները, որոնք այսպես շրջանառվում է, ինձ գալիս տեղ է հասնում, մարդիկ ասում են բատարոլոգս, այսպես թքած ունեմ, թե ով ինչա կանխատեսել։ Ես վստահ եմ իմ գիտելիքի վրա, իմ կանխատեսման վրա եւ այստեղ բացարձակ գլուխ գովալու կարիք չունեմ, բոլորը արդեն երկար տարիներ ինձ ճանաչում են, ինձ գիտեն, շատ լավ գիտեն իմ ծանրակշիռ աշխատանքը, իմ այսպես կանխատեսումները մեկը մեկից կատարվող, ծանրակշիռ, գրագետ եւ հավասարակշռված։ Ես չեմ սիրում էկրանի առաջ ոչ կապիկություն անել, ոչ գլուխ գովալ, ոչ ուրիշների վրա այսպես կեղտ լցնել, որ իմ ռեյտինգը բարձրանա, թողնում եմ ձեր այսպես հայացողությանը, դուք ինքներդ որոշեք, տեսեք ընդհանրապես ում խոսքն ավելի ծանրակշիռ, ավելի կատարվող, ավելի հասարակ ու հասկանալի, ըստ այնը որոշումը ձեզ եմ թողնում, բայց ես մնում եմ իմ կանխատեսումներին հավատարիմ եւ քանի որ ասել էի 17-ին կգտնեն, 17-ը շատ լավ որ էր նաեւ երկրորդ երեխային գտնելու համար, այսօր գտնելու հավանականությունը շատ ցավոք սրտի, ահա որ ցածր է։ Եվ եթե հիշում եք, ես ասեցի նաև, որ այսինչ տեղն է երեխան, մենք ունենք հատուկ նման աստղագիտական այսպես ծրագիր, որտեղ ցույց են տալի կորած կենդանիներ, կորած մարդիկ, կորած իրեր, հենց նույն րոպեին, նույն պահին։ Այս դեպքում ցույց է տալիս պտտվող ջրի հոսանք, որը ամեն ինչ հանում է դեպի այսպես ափամերձ տարածք։ Եվ այո, ծածկված, այստեղ նաև կարելի է ուշադրություն դարձնել կամուրջի պատին գնացող, այսպես որ կամուրջի պատին այսպես հրված չլինի։ Երեխան իրականում գտնվում է խոր տարածքում, ցածր կետում, եւ ես երեք նկատեցի նաև այն փրկարարը, որ հանել էր 7 տարեկան երեխային, անկեղծ ասած, նույնիսկ իր հայացքին կարող էր ոչինչ չխոսել, բայց այդ ծանր ապրումները, մարդկային խիղճը երեխայի հանդեպ, այն ցավը, որ իր աչքերի մեջ երևում էր, ես ուղղակի ապշած մնացի, ինքը երևի է ծնողներին, երեխայի ծնողներին հավասար տանում էր այդ դառը ցավը։ Եթե նայում ենք երեխայի ծնողների մոլորակներով, ասեմ իմանաք, որ ճիշտ է հնարավոր է, որ երեխաները ապրել են ոչ լիարժեք ընտանիքում, հայրը եղել է մորից բաժանված, բայց իրենք վայելել են իրենց մոր եւ սերը եւ ուշադրությունը, այդ կնոջը առհասարակ այս պարագայում մեղադրելը ուղղակի սրբապղծություն է։ Եվ իհարկե ելի եմ կրկնում, երեխաները եղել են ադեկվատ վիճակում, չեն եղել բռնություններ, սպառնումներ, ահաբեկչություն երեխաների հանդեպ եւ այստեղ կրիմինալ տեսնել ուղղակի կուրություն է նշանակում։ Այսքանը այսօրվա ես դարձյալ կփորձեմ երեխաների հետ կապված, եթե պետք լինի նորից միանամ, նորից իմ կարծիքը հայտնեմ, բայց ել եմ ասում, նկարագրել եմ այնինչ կա եւ մի տեսակ այսօր տխուր եմ նրա համար, որ մոլորակները թերևս ցույց են տալիս գտնելու շատ ցածր հավանականություն, բայց նաեւ չի բացառվում։ Այսպես հոսանք, որ իրականում այսօր ոչ մի եղանակային պայման, ոչ մի մոլորակ եւ ոչ մի այսպես վառարող ջրեր չեն կարող խանգարել մեր փրկարարներին, որպեսզի գտնեն երեխային։